Մի ընդհանուր հարց այսօրվա արտաքին սեգմենտում հնչած հայտարարություններից Վաշինգտոնը հիմա խաղաղություն է փնտրում, եթե դատենք այդ հայտարարությունների կոնտեքստով, թե իր շահերն է փորձում կարգավորել։ Հակված եմ երկրորդին, ավելի շատ շահեր։ Ընդհանրապես այդ մասին շատ է խոսվել, որ ամեն երկիր շարժվում է բացառապես իր ազգային պետական շահերով, ուղղակի Ռուսաստանի Դաշնության հետ այս պահին, այսպես ասած, ռասկլադը համընկնում է, որ շահերի համընկնում կա։ Որոշակիություն կա, եւ այդ որոշակիության հիմքի վրա փորձում են կառուցողական քաղաքականություն վարել։ Դրականատեսն ենք ամենայն։ Հակադրվելով ամբողջ անգամ հակադրվելով ամբողջ Եվրոպա աշխարհամասին, մի շարք աշխարհաքաղաքական կենտրոններին, ընդհանուր հայտարարին է, այս պայն շահերի համընկնում կա։ Թե դա ժամանակավոր է, թե երկարաժամկետ կտևի, ժամանակը ցույց կտա։ Ով կմտածեր, որ Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև կարող է ծև կարգավորել։ Այո, ով կմտածեր։ Իդեպ քենապահությամբ եւ շատ դեպքերում այսպես տպավորություն է ստեղծվում, որ նեղացկոտի դիրքերից է հիմա Բրիտանիան խոսում, որովհետեւ ակնարկում էր այսօր, որ ինձ անմնացորդ եք թողել այդ բանակցություններից եւ ընդհանրապես աշխարհամասին արհամարում եք, այսպես ասած, Եվրոպա աշխարհամասին։ Սիրիական դեպքեր ինչ որ բանի մասին խոսում են։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Երեք առաջ օրը Դե տեսեք, ես այդ անմարդկային Facebook-յան իմ հարտակում ահազանգով եմ հանդես քրիստոնյաներն աուտով ապրում։ Եվ ոչ միայն քրիստոնյա, իրական չի հարցը քրիստոնյաներ չէ։ Բառացի մենք տեսնում ենք ցեղասպանություն, էթնիկ զոդում եւ ցեղասպանություն։ Ստացվում է 21-րդ դարը ցեղասպանությունների շարունակական բնույթ կրող դարեր, որ ասում են ոնց կարող է 21-րդ դարում ցեղասպանություն տեղ ունենալ։ Բառացի ցեղասպանություն է տեղ ունենում։ Սավեշն էլ այն է, որ սիրիական իշխանությունների պաշտոնական զու մեկնաբանը ուղիղ տեքստով ասում է, որ մաքրման process-ը երկու փոլով ավարտեցինք։ Ժամեր առաջ հետևում էի անցուդարձին Լաթակիա, Տարտուս, Հոմս համաքաղաքներում ասադականները, նույն ինքը ալավիները, որտեղ ռուսական ներկայություն կա։ Մորում մանուկ կոտորվել են։ Սարսափելի կադրեր կան, սարսափելի։ Աշխարհի լուր համաձայնության արդյունք է սա։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, բայց ստացվում է ապատիկ ամորֆ վիճակ է տիրում, հետևաբար նրանք իրենց ծև գործը արեցին։ Լավ։ Հայաստանի ներքաղաքական կյանքը Գյումրիի աշխուժացմամբ է պայմանավորված, թե ավելի գլոբալ process է։ Գյումրին կարևորագույն գործոն է։ Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասեմ, որ կորցնել Գյումրին նշանակում է կորցնել իշխանությունը։ Սա առանց ֆետիշացնելու եմ ասում, որտեվ հայրաքաղաքը շատ մեծ իշխանությունը այդպիսի ռիսկի առաջ է կանգնում։ Դե տեսեք, իշխանափոխությունն էլ այնտեղից սկսվեց։ Հիմա այդ դոգմատիկ ինչ որ բան չկա կամ ինչ որ, կոնսպիրոլոգիական տեսություն, որ ասենք այնտեղով է կավարտվի, բայց մտավախությունը այնպեսին էր, որ կարծում եմ հենց դրա համար էլ վարչապետը ամբողջ դելեգացիայով պետական ապարոտով այնտեղ էր, ի աջակցություն իր տեխնազուի։ Բայց դա այլ բանի մասին է նաև խոսում։ Հենց դրա խոսում է, որ խնդիր ունեն, շատ լուրջ խնդիր ունեն։ Ի աջակցություն են եկել, փորձում են ժողովրդի տրամադրությունները ստուգեն, բայց գյումրեցիներին շատ հեշտ, ոչ թե շատ հեշտ չի, շատ դժվար է նրանց տրամադրությունները շոշափել։ Այլ բան է, երբ որ հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ դիմավորում են, դեմքից ժպտում են, այլ բան է, երբ որ իրենց կամքը հետագայում իրենց ձևով, ոնց իրենք նպատակարար են գտնում, իրականացնում են։ Դե տեսեք, վարչապետի այցով Գյումրի պարզ դարձավ, որ իշխանության թևը ընտրում է նույն մարտավարությունը, որին հավատարիմ է եղել այս վերջին տարիներին։ Այսինքն գործ ունեն նախկինների հետ։ Գյումրիում դա կաշխատի։ Դե տեսեք, այդ խոսույթը այդ նախկինացավը, որ ես այդպես կանվանում, նախկինացավը, որը բարձրաձայնում են, շատ որը պաթոսի տեսքով, այսպես դեմագոգիկ։ Ամեն դեպքում աշխատում են։ Նախկին պաշտոնյաները շատ կան առաջ։ Հաստատի, որովհետև քաղաքական սերնդափոխությունը այդպես էլ տեղի չի ունենում, ոնց տեսնում ենք, նույն մարտիկ, նույն տեխնազուները, նույն իրենց քաղաքական դեմքերով, իրենց թիմակիցներով մեծ հաշվով ասելիք չունեն, քաղաքի զարգացման ծրագիր չունեն, բայց ասում ես ինչ որ այսպես կծկտուր բաներ ասում են։ Դե պարզ է, որ այդպես է պետք է լիներ։ Բայց սա
կարծում եմ, որ այս նոր իշխանությունների համար լավագույն գրավականն է։ Նրանք չեն ասում են օրինակ ՀՀԿ-ն մեր համար լավագույն ընդդիմությունն է։ Հիմա նրանց համար լավ առիթ է, որովհետեւ հենց այդ դեմ որ պայքարում են ու հանուն ինչի որ եկան, որովհետեւ ժողովուրդը չէր ուզում հների վերարտադրություն, հենա լավ առիթ է, դե արդարացրեք ձեզ այդ ընտրությունները, դե մունիցիպալ ընտրություններ, դե կրեք։ Հաղթեք, թող ժողովուրդը ասի, որ ապրեք, դուք կարողացաք նախկիններ, որովհետեւ տեսեք Գյումրիում տեսնում ենք ինչ խոսույթ։ Բրաբուս առ բրաբուս, չգիտեմ ինչի, հնելի վերարտադրվում են, որովհետեւ իրենց թալանածը հետ բերեն։ Թող մեջ բերեմ։ Գյումրու ընտրապայքարը նրանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Ահա։ Նախ վերջին ճակատամարտը տղմուտում էր, եկեք այդ խոսույթը, այդ վերջին ճակատամարտ բան, այնց պաթետիկ խոսքերը, հա, որ հնչում է վարչապետի շուրթերից, նախ մարազմացիկ բնույթ է դա կրում։ Ամոթ է, չի կարելի այդ խոսույթը։ Երկրորդը դուք 7 տարի ժամանակ ունեիք։ Բայց այդ 7 տարի ինչ էիք անում։ Եթե դուք գիտեիք, որ քրեա օլիգարխիկ համակարգ է, Գյումրիում ինչպես ներկայացնում եք, իրականում այդպես բան կա, այնպես չի որ չկա։ Մենք ինքներս գյումրեցի ենք, հո լավ գիտենք այդ։ Բայց փաստը այն է, որ եղբայր, դու ունեցել ես բոլոր մեխանիզմներն ու գործիքները կանխարգելելու, այդ մեղքերը բացահայտելու, լուսաբանելու, պատժելու, ինչի մասին է խոսքը, այսինքն գազ հաթաթատաս ինչի համար։ Այնինչ ասում ես Դավիթ, մի օրում կամ մեկ ամսում հնարավոր չի անել։ Պարոն Մանացականյան, 7 տարի։ 7 տարի։ Հիմա տեսեք, օրինակը մի քիչ տեղին չի։ Այսօր այդ որովհետև այդ խոսույթում էլ դա էլ է կիրառում։ Քանի տարի է խոսում են մետրոյի մեկ կայարանի բացման մասին Երևանում։ Քանի տարի։ Հիմա ես չեմ սիրում ու համեմատական անցկացեմ, բայց այս անգամ ինձ թույլ եմ տալու։ 7 միլիարդ արտաքին պարտք են վերցրել վզերին, մեր հաշվին, ժողովրդի հաշվին։ Հիմա ես ուղիղ պարալել եմ անցկացնում։ Բաքվում 3 հատ 2022 թվականից ի վեր 3 հատ մետրոյի կայարան է բացվել։ 3 հատ միջազգային օդանավակայան է բացվել։ Երևանում մի մետրոյի կայարան չեն կարող սարքել։ Դե ամեն երկիր իր հնարավորություններով։ Չէ, եկեք հնարավորություններ, 7 միլիարդ պարտ կանողը, չնայած ասում է պետք է պարտ կանենք, որ լավ ապրենք, ես այդ մարազմը չեմ հասկանում, այդ աբսուրդը, բայց թե համենայն դեպս վերադառնալով Գյումրի, ասեմ, հաթաթա տալը նեգատիվ էֆեկտ է տալու։ Դե հələ ուր ես նախընտրական վեճեր կլինեն, նախընտրական տրամադրությունները ավելի թեժ կլինեն։ Ցանկալի է առողջ վիճական, տրամաբանական լինի։ Դա ձեր ասած արդեն մասնակիցներից է կախված, ես չգիտեմ, մասնակիցների քանակը ձեր երաշխիքը տալիս է։ Հասիբով նամուսով քաղաքն է, թող իրենց այնպես դրսևորեն, որովհետեւ նախ համակարգացիները ամոթով չմնան, իրենց տեխնազուների համար չամաչեն եւ ընդհանրապես այդ ընտրապայքարը լինի շատ կոռեկտ քաղաքավարի ամենաբարձր մագարտակով անցկացնել, դե փորձը։ Այսինքն Գյումրի ընտրությունները միայն Գյումրի ընտրություններ չեն, դա կլինի ուրիշ բանի բարոմետր։ Դա կլինի ինչ որ բանի սկիզբը, այո։ Եթե առավել եւս գործող իշխանությունները չկարողանան իրենց ուզածին հասնել։ Որովհետեւ մյուս կողմը ձևավորելու է նախքին այդ ամբողջ այդ ամպլուան որ կա նախկինների այդ կորիզը ստեղծվելու ես ավելի քան վստահ եմ որ հետագայում տեսնելու ենք մի քանի այդ նախկիններին հարող քաղաքական ուժերի միավորում որովհետև այնտեղ կան եւ քոչարյանական ուժեր եւ Սերժ Սարգսյանական ուժեր որոնք որ քաղաքական հայտ են ներկայացրել ու հենց հիմա մասնակցում են դա քիչ հավանական է որովհետև հիմա ձեր նշած թիմերի միջև տարաձայնություններ կան, իսկ չեք կարծում, որ դա ձևական բնույթի է։ Ընդհանրապես չեք նկատել, որ իրենք շատ լավ սինխրոն պասերով խաղում են։ Այդ ինչ որտեղ այդ խոսույթը, որ իրար մեղադրում են եւ իրականում չէ այդ։ Իրականում դարդակնապես է այդպես։ Ով ում բերեց իշխանության։ Ով ում բերեց, ինչի բերեց, հետո այն որ ռուսերեն ասած պատկլյուչիցը եղավ նոր վարչապետը, սկսեց իրեն արտարացնել, որ ինձ էլ ոչ մեկ չի բերել։ Եկեք ինձնից վազն արեք, ես ով եմ եկել բան։ Այդ սա շարակցական կապերով գնում է։ Կներեք արտադրության համար այդ դիշովի բազարները գնացեք դուք ձեր կաբինետներում հարցեր ունեք լուծեք։ Ինչ է գցել մեյդան այդ թեմաները։ Խնդիրներ ունեք իրար մեջ։ Գնացեք լուծեք։ Բայց ոչ թե դրա համար է թույլ տվեք կասկածեն, որ իրենք այս առումով իրենք արտար են։
Մեկը մյուսը իրար բումերանգային մեղադրում են, որ ինչ։ Ավելին մանավանդ գիտենալով, որ դրանով ուժեղացնում են գործող իշխանություններին։ Գործող իշխանությունների բերանը լեզու են դնում։